1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվին 2025 թվականին պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները հայտնվեցին հումորային իրավիճակներում, աչքի ընկան իրենց զվարճալի ելույթներով։ Թեմա համար մեկի այս տարվա վերջին թողարկմանը որոշել ենք անդրադառնալ ոչ թե նախորդ շաբաթ քննարկված ամենակարևոր թեմային, այլ տարվա մեմերին։ Եթե դեռ բաժանորդագրված չեք մեր YouTube-յան ալիքին, ապա բաժանորդագրվեք, իսկ մենք սկսեցինք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ։ Будем таем чулигими. Ребята, давайте жить дружно. Սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը երբեմն դառնում էր մեմերի հերոս, բայց զվարճալի արտահայտություններով եւ մեմերով հայտնի թիվ 1 պաշտոնյան իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Դիմավորեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Փաշինյանը ռիլերի ընթացքում ինչ ասես, որ չլսեց, Զենֆիրայից մինչև այս սրտիկախառը հոլովակները լայն տարածում գտան։ Դրանք անգամ հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների էջերում եւ նոր մեմերի ծնունդ տվեցին։ Шанс увидеть, как президент Армении грустит под Земфиру, маловероятен. Но невероятно. Трамп назвал Албанией. Ռիլերի համար երկեր վարչապետը հեշտությամբ էր ընտրում, բայց դժվարանում էր բառեր գտնել կառավարության նիստերի ժամանակ։ բան անում, մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, Փաշինյանը այս տարի եւս աչքի ընկավ իր պատկերավոր նկարագրություններով։ Օրինակ ապրիլին ազգային ժողովում նա ներկայացրեց, թե որոշ երկրներում ինչպես են պատժում հանցագործներին ու ինչ է լինում այդ երկրների հետ հետո։ Պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացա։ Բայց սա ամենը չէ։ Փաշինյանը հետո ներկայացրեց, թե ինչպես են վարվել գնդակահարվածների մարմինների հետ։ Համոզված եմ, բան նույնիսկ այդ գլուխները վերցրեցից ապարել են, վայ, էս ինչ լավ ասրա գլուխ կտրեցին, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա։ Այս տարի եւս ազգային ժողովում մթնոլորտը թեժ էր։ Օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու ու օրենքներ ընդունելու արանքում падգամավորները հասցրեցին նաեւ վիճաբանություններ սարքել, վիրավորել ու անգամ հայհոյել միմյանց։ Կարճ ասած, ազգային ժողովում լավագույն ավանդույթները շարունակվում են։ Ազգային ժողովում տեղի ունեցողը հիշեցնում էր 90-ականների բակային խոսակցություն, իսկ ազգային ժողովի նախագահին այլ բան էր հիշեցնում։ Լավ մանգապարտեզ չի, հանգիստ։ Նստեք, ինչի չանեմ, նստեք։ Խորհրդարանում հերթական ծեծկռտուքի ժամանակ Հովիկ Աղազարյանը ջրի շիշը նետեց падգամավորներից մեկի ուղղությամբ։ Աղազարյանի այս քայլը դուր չեկավ նրա նախկին կուսակից Տիգրան Պարսիլյանին։ Ով է Հովիկ Աղազարյանը եւ ինչու է ինքը ազգային ժողովում, եթե ինքը շիշա շպրտում, որովհետեւ ազգային ժողովում շիշ շպրտողը իր падգամավորական արժանապատվության վրա է առաջինը շիշ շպրտում։ ԿՊԱ-ական падգամավորի այս վրդովմունքը հնարավոր կլիներ հասկանալ, եթե օրեր անց ինքը նույնպես շշով չհարվածեր մեկ այլ падգամավորի։ Բայց մեմերի հերոսներ միայն իշխանության ներկայացուցիչները չէ, որ դարձան։ Հանրությունն այս տարի բացահայտեց Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի սրտի խորքում թաքնված ցանկությունները։ Ես էլ իդեպ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ։ Եվ եթե Դանիելյանի Բելուչիի հանդեպ համակրանքն ուրախություն էր պատճառում ԿՊԱ-ականներին, նրա գործընկերների հարցերը երբեմն հունից հանում էին իշխանականներին։
մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի Լեզերները։ առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ ուտար երկը գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Ընդդիմախոսներին ԱԱԾ-ի պատվալները լցնելուց բացի իշխանությունները հասցրին նաև մտնել քաղաքացիների գրպանները, բայց բարի նպատակով։ Պատկան մարմինները մտնում են այդ գրպանը, այնտեղ փող են դնում եւ դուրս են գալիս։ Լավ, եկեք մի պահ կտրվենք ազգային ժողովից եւ լսենք մտավորականությանը։ Նրանք հաստատ ավելի սթափ են դատում եւ ավելի լավ առաջարկներ պիտի որ անեն։ Ես կարաջարկեի ներմուծել Իրանից Պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել։ Հա, 10 փայտ կամ 20 փայտ։ Ճիպոտավոր է։ Գուցե լավ օրինակ չէր։ Ավելի լավ է լսենք, թե ինչ էին քննարկում մի խումբ պատմաբաններ կոնֆերանսներից մեկի ժամանակ։ Իսկ ինչով էր զբաղված Երևանի ավականին 2025 թվականին։ Լավ, այսքան մի ոգևորվեք։ Սա դեռ տարեսկիզբն էր, իսկ տարվա վերջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն բարկացել էր։ Շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Եթե ԱԺ-ում հումորն ապահովում էին իշխող խմբակցության անդամները, Երևանի ավականիում հակառակներ։ Ավականու նիստերն իր ելույթներով ծաղկեցնում էր Պետրո Զարոկյանը։ Մտածում ասեմ կարող փախտեդինա Նյու Յորքի բանդերից փախել եկել Սևանի ափին, մեկ էլ նայում տեսեմ Ավինյան դեդինա։ Ջակուզի, ջետսկիները, ATV-ս, լողավազան։ Զարոկյանի որոշ ելույթների հետ, օրինակ սրա։ Իրականում business class-ով չեք թրել եւ first class, առաջին դասի տոմսով եք թրել, որը հնարավոր է $20,000 արժենա, որտեղ այնտեղ խավիար ու, չգիտեմ, մաղճակալա, չգիտեմ, pedicure, pedicure են անում դուք ավելի լավ կիմանաք։ Համաձայն չէր Տիգրան Ավինյանը։ Անկեղծ ասած ինձ առհասարակ երբևէ manicure եւ pedicure չեն արել։ Ում ինչ քաղաքական գործիչները մանիկյուրի, պետիկյուրի, առանձնատների ու Չինգիզ խանի հարցերն էին քննարկում, հասարակ քաղաքացիներն այլ մտահոգություններ ունեին։ Իմ սիրտը կուզի հիմի ուտեմ գեղեցկուի տանց, իմ սիրտը կուզի հիմի ուտեմ վիշնա, իմ սիրտը հիմի կուզի ուտեմ թարմ ցուլիգի միս։ Իսկ թե ինչպես կարող է այս քաղաքացին հասնել իր երազանքին, կբացատրի վարչապետը։ Սառնանան հիմա դուրըդ բացում են։ Եթե այնտեղ չեղավ 2 կիլո նորմալ որակի չանախ պանիր, 2 տուփ կարակ եւ կաթ, ես քեզ պատուհանից սառնարան դուրս եմ շպրտում։ Իսկ հայրաքաղաքն այս տարի ընտրում էր քաղաքագլխին։ Այս ընտրությունների ամենահիշվող տեխնացուն հավակնում էր դառնալ Վարդան Ղուկասյանը։ Նո, Գրեթիա, Սպարտա, Արմենիա, Գյումրի, Իսլաբոդկա, Վագլավե Վարտանիկը будет жива։ Բայց Ղուկասյանին գերազանցեց հասկ կուսակցության տեխնացու Արտյոմ Թումանյանը, կամ ինչպես հիմա են նրան ճանաչում, Մարթը։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Իսկ վաղարշապատի ընտրությունների ամենակննարկված մեմը դարձավ Հարություն Մկրտչյանի լեզվի սայթաքումը։ Ունենք, որ ես իմ քանի մարդու վրա հարձակվում եմ։ Ագրեսիվ է, քաղաքապետարանը չի սեր, տարե սերտա չէ։ Իդեպ շների մասին։ Երևանում շները անցումով են անցնում, բայց գյուղերում այդ շներն էլ այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն։ Երևի այդ պատճառով էլ մարզերի շները սկսեցին արտագաղթել Երևան։ Մարզերից ասում է կենթանիների ասում արտագաղթ կա։ Երևան քաղաքում ասում է։ Էվրիկա։ Մի կողմ թողնենք շների ուրբանիզացիայի հարցը եւ անցնենք ավելի հրատապ խնդրի՝ առողջության ապահովագրությանը։ Այս համակարգի ներդրման գործընթացը ազգային ժողովում ներկայացնում էր
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռիփսիմեն Հունանյանը։ Նա հանրությանը հայտնի դարձավ «Իմ կենսագրության հետևում սեր կա» արտահայտությամբ եւ իր այս ելույթով։ Փոքր տարիքի երեխաներին է խնամք պետք, իսկ տարիքով մեծ մարդկանց էլ ավելի։ Հունանյանը ընդդիմադիրների ապահովագրությանն առնչվող հարցերին պատասխանում էր սևակյան մեջբերումներով ու սովետական ասացվածքներով։ Այսպիսի մի հատ լավ ասացված կար դեռ սովետական ժամանակներից, ասում էին Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Եվ ինչքան էլ մենք բոլորս մեր շատ սիրելի Պարույր Սևակի խոսքերը հիշենք, ինչ լինում է թող որ լինի միանգամից, ցավոք սրտի միանգամից ոչինչ չի լինում։ Ում ինչ հաշվապահները գլուխ են կոտրում հասկանալու, թե ինչպես հաշվարկեն ապահովագրության վճարը աշխատավարձից, ում համար կատարեն ապահովագրավճար եւ ում համար ոչ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը TikTok-յան տեսանյութեր է նկարում։ Everybody want to know what I would do if I didn't win. I guess we'll never know. Այսպիսին էր անցնող քաղաքական տարին, ուրախ ու տխուր պահերով, հաջողություններով ու անհաջողություններով։ Իդեպ, իշխանությունն ու ընդդիմությունը իրար քննադատելուց բացի նաև հաճայախոսություններ են շռայլում։ Կանվացել եք Վահագն։ Շնորհակալ եմ։ Դե իսկ ամենակառուցողական պաշտոնյան իհարկե Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն էր։ Ես ասում եմ, ребята, давайте жить дружно. A few moments later. Հուսանք, որ քաղաքական գործիչները կհետևեն Ղուկասյանի այս կոչին եւ ազգային ժողովում ու Երևանի ավագանիում 2026-ին չենք տեսնի քաշքշուկներ ու ծեծկրտուկներ, կամ գոնե դրանք ավելի քիչ կլինեն, քան 2025-ին էին։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը կարող եք դիտել հունվարի 10-ին ժամը 12:30-ին, իսկ այն բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, կարող եք միանալ նաև մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2։ Հղումը կարող եք գտնել նկարագրությունում։